Ձեր կարծիքով ինչպես պետք է լուծվի եկեղեցի իշխանություն հարաբերությունները, արդյոք Փաշինյանն իրավունք ունի բարեփոխել եկեղեցին։ Եկեղեցին ոչ մի իրավունք չունի քանդելու, դա իմ պատմական բան է։ Ունի։ Դա իր գործը չի։ Եկեղեցին անկախ եկեղեցի է 1000 տարիներով ինքը իրան ղեկավարել է եւ ինքն էլ պիտի ղեկավարի։ Իրանք օրենքով էլ իրավունք չունեն կպնելու եկեղեցում։ Փաշինյանը իրավունք չունի ընտրելու կաթոլիկոս, իրավունք չունի կաթոլիկոսին փոխելու, ոչ Փաշինյանը, ոչ էլ մեկ ուրիշ։ Մինչև իշխանությունը չփոխվի, չի կարգավորվի, որովհետև իշխան հակազգային բաներ կա, արդեն արել են, մնացածը որ անեն։ Իշխանությունը ծախել է Հայաստան, էլի չես ուզում։ Ծախ ես, տվեց Թուրքին պրծավ։ Ես համարում եմ, որ դա անթույլատրելի է եւ իր իրավասությունների մեջ բացարձակապես չի մտնում։ Ոչ մեկս իրավունք չունենք եկեղեցին բարեփոխենք։ Ոչ մեկս։ Եկեղեցին ասում է։ Դա խայտարակություն է ամբողջ աշխարհով մեկ։ Մեր ծանոթները եւ մեր բարեկամները եւ Եվրոպայից, եւ Ռուսաստանից, եւ Ամերիկայից ապշած են, ճիշտ ասած, նորմալ մարդիկ, իրանք ամեն ինչ հետևում են ամեն ինչին եւ իրանք զարմացած են ուղղակի, ասում են դա տենց բան կյանք չի եղել, այդքան դարերի մեջ էդի առաջի անգամ է, որ տենց պատերազմ են անում եկեղեցու հետ։ Խայտարակություն է, ամեն ինչն էլ խայտարակություն է։ Ինչքան շուտ այդ մարդը գնա, այնքան լավ մեղք ենք։ Ինքը Փաշինյանը մեր ազգի հետ կապ չունի։ Եթե ինչ-որ խնդիր կա, այդ խնդիրը պետք է նենց լուծել, որպեսզի մենք աշխարհով մեկ խայտարակ չլինենք ու եկեղեցին մեր սյուներից մեկն է։ Եթե նա եկեղեցին քանդում է, ուրեմն այս ազգի սյունն է քանդում։ Եկեղեցին մեր հայ պատմությունն է։ Ոնց կարող է ինքը վերափոխի։ Բացարձակ մեր եկեղեցին է, մենք հայ ենք, պիտի մեր միշտ էլ գնանք եկեղեցի։ Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, ոչինչ չի կարա փոխի։ Այս երկրի ոչ մի հարաբերություն ինձ չի հետաքրքրում, բացարձակ, որտեղ զզվել եմ այս երկրից։